Աշխարհի լավագույն ֆլեյտահարներն արդեն երկրորդ անգամ Երևանում են մասնակցելու ֆլեյտայի միջազգային փառատոնին։ 13 երկրի 21 երաժիշտ հայ եւ արտասահմանցի սկսնակ ֆլեյտահարներին վարպետության դասեր կտան, կլինեն նաեւ համատեղ համերգներ։ Փառատոնի աշխարհագրությունը ընդլայնվել է եւ մենք այս տարի արդեն ունենք հյուրեր, դասախոսներ, ուսանողներ, ֆլեյտահարներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան, Բուլղարիա, մի խոսքով շատ լայնածավալ է այս տարվա մեր հյուրերի աշխարհագրությունը, կարելի է այսպես ասել։ Արդեն երկրորդ տարին փառատոնի համակազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է։ Այս տարի գործակցում են նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆլեյտայի ֆեստիվալ հասկացությունը առհասարակ եզակի երևույթ է աշխարհում, քիչ են նմանատիպ փառատոները, այն էլ այսպիսի մասշտաբով, այսպիսի ծավալով անցկացվող, երբ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից մասնակիցներ կան, առաջին մեծության աստղեր, փայլուն սոլիստներ, փառատոնը մեկնարկեց ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, սա իսկապես մի բացառիկ եւ ոչ հաճախ հանդիպող երևույթ է եւ շատ ուրախ ենք, որ այսօր Երևանը այն քաղաքների թվում է, որտեղ տեղի է ունենում նմանատիպ ֆլեյտայի տոն։ Շատ ուրախ ենք նաև, որ արդեն երկրորդ տարին ֆիլհարմոնիան այդ պատիվն ունի հյուրընկալելու մեր բոլոր հյուրերին գրեթե ամբողջ աշխարհից։ Ֆրանսիացի ֆլեյտահար Լյուկա Վենսանն առաջին անգամ է Հայաստանում, դեռ չի հասցրել շատ բան տեսնել, բայց նշում է, տարածաշրջանում ամենաջերմն իրեն հենց հայերն են ընդունել։ Big pleasure. Մեծ հաճույք է լինել այստեղ ու հանդիպել գործընկերներիս աշխարհի տարբեր երկրներից։ Սիրով համաձայնեցի մասնակցել ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնին, քանի որ անձնվական այս գործիքի հանդեպ ցանկացած ուշադրություն պատիվ է մեր ֆլեյտահարներիս համար։ Մասնակիցները շատ տաղանդավոր են։ Հուսամ, որ փառատոնային օրերի ընթացքում կհասցնեմ բացահայտել նաև ձեր հրաշալի երկիրը։ Կազմակերպիչներն ուրախությամբ նշում են Երևանյան փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ արտասահմանցի երաժիշտները Երևանն արդեն անվանում են ֆլեյտայի մայրաքաղաք։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։